Բարև ձեզ բարեկամներ, դուք դիտում եք Ամեկուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը, շնորհակալություն պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Սկզբից ուրեմն հեռուստատողների բազմաթիվ խնդրանքներով ես 2-3 հարց տամ էթիկայի հանձնաժողովի մասին, հետո կանցնեմ ինձ ավելի շատ հետաքրող թեմայի։ Ես որքան հետաքրքրվել եմ, հա, արևմուտքում էթիկայի հանձնաժողովը, թե ազգային ժողովը, թե խորհրդարանում, թե որևէ այլ տեղ մի քիչ այլ բաներ է քննարկում, քան Facebook-յան գրառումները։ Նրանք քննարկում են շահերի բախման խնդիրը, այսինքն պետական միջոցների օգտագործումը, արդյոք այս մարդը կարող է քվեարկել կամ կարող է, չգիտեմ, լոբինգ անել այս բանը, եթե նա այս բիզնեսով է զբաղվում։ Մեզ մոտ մի քիչ ավելի նեղ է կամ, չգիտեմ, ավելի բարձրաշխարհիկ։ Ես կհամաձայն եմ ձեզ հետ։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ ես թեմային լիարժեք չեմ տիրապետում, որովհետև դուք ինքներդ եք հասկանում, ես սա ժամանակավոր հանձնաժողով է համարվում, ես էլ այդ ժամանակավոր հանձնաժողովի ժամանակավոր ղեկավարն եմ, ընդհանրապես այս նստաշրջանի համար։ Ուզում ասեմ, դա է պատճառը, որ ասենք առանձնապես թեմայի մեջ չեմ խորացել, բայց որքան ես տիրապետում եմ նյութին, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որովհետև մեզանում էթիկայի կանոններ հասկացողությունը եւ արևմտյան ընկալումները տարբերվում են։ Արևմուտքում իրականում հետապնդում են այն միտքը, որպեսզի քաղաքական գործիչը իր պաշտոնը չչարաշահի ի վնաս հանրային հետաքրքրությունների։ Այստեղից էլ մեջտեղ է գալիս այո, շահերի բախում, այո, եթե դուք ունեք որևէ ոլորտում բիզնես հետաքրքրություն, ապա դուք այդ ոլորտի վերաբերող հարցերի քննարկմանը չեք կարող մասնակցել, կամ եթե կարող եք մասնակցել, ապա որոշումների կայացմանը չեք մասնակցում։ Սա շատ տարածված է եւ մեծ իմաստով խնդիրը դրան է վերաբերվում։ Դրան գումարած ընդհանրենք պատգամավորի կողմից օրենքի կոպիտ խախտումները։ Մեր պարագան մի քիչ այլ է։ Եթե դուք հիշում եք էթիկայի հարցերի հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը ավելի շատ պայմանավորված էր մեզանում ներխորհրդարանական կարգ ու կանոնը պահպանելու անհրաժեշտությամբ։ Եթե դուք հիշում եք այն մեջտեղ եկավ այն ժամանակ, այսինքն այս հարցադրումն հնչեց այն ժամանակ, երբ որ ոմանք կամ որոշ պատգամավորներ փորձում են կենտրոնական ամբիոն չարաշահել, որոշ պատգամավորներ ուղղակիորեն, ասենք թե ընթացքին չէին ենթարկվում, հա, ես նկատում նիստերի ընթացքին, վարքագիծը հիմնականում նիստերի ժամանակ եւ դրան գումարած, այսպես ասենք, հանրային բարոյականության որոշ ճանաչելի նորմերի պահպանում։ Մեր պարագայում էթիկա ասածը հանգում է հիմնականում սրան, որը ակնհայտորեն նեղացնում է ավելի ընդգրկուն ընկալումների շրջանակները։ Դուք ընդունում եք այն կշտամբանքը, որը բազմիցս հնչել է ձեր հանձնաժողովի հասցեին, որ դուք փաստորեն այս վերջին որոշումով խրախուսում եք անդաստիրակ, այսպես ասենք, վարկ։ Ոչ, չեմ ընդունում։ Նախ եկեք բանաձևենք, որ ասում եք ձեր հանձնաժողով, դա իմ հանձնաժողովը չի, եթե դուք ինձ դուքով եք դիմում։ Ասեք ազգային ժողովի հանձնաժողով։ Ես նկատի ունեմ հանձնաժողովը, որի անդամն եք դուք։ Այո, ազգային ժողովի էթիկա հարցերի հանձնաժողով։ Ես չեմ ընդունում։ Ինչու՞, որովհետև ես ինքս ընդհանրապես վերջի 1-2 ամիսն եմ որ էթիկայի հարցերի հանձնաժողովի անդամ եմ։ Օրինակ իմ մասնակցությամբ երբ անդամ եմ եղել, քննարկվել են նաև տարբեր, այդ թվում նաև հանրապետական ֆրակցիայի ներկայացուցիչների վարքագծի հարցադրումներ եւ դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել։ Իմ օրոք, օրինակ երկու որոշում է կայացվել։ Ես նկատում երբ այն ժամանակահատվածում, երբ ես ղեկավարում այդ հանձնաժողովը, կրկնում դա ժամանակավոր գործընթաց է, ես մինչև հունիս, դրանից հետո ինչ որ մեկ ուրիշը կարող է լինել։ Իմ ժամանակահատվածում, իմ ղեկավարության ընթացքում մենք երկու խնդիր ենք քննարկել։ Մեկը լրագրողներից մեկի դիմումի իման վրա պատգամավորների մի հատված 6 հոգի քվեարկել են ուրիշի փոխարեն եւ դա արձանագրված էր որպես կանոնակարգով սահմանված կարգի օրենքի պահանջի խախտում մենք դա քննարկել ենք եւ համաձայնել ենք լրագրողի դիմումի հետ եւ արձանագրել որ այդ պատգամավորները անվանական էլ ֆիքսել ենք մեր որոշման մեջ դրանց մեջ 4 հոգի հանրապետականից է 2 հոգի Բարգավաճ Հայաստան կուսակցության ֆրակցիայից նրանք խախտել են օրենքը երկրորդը վերաբերվում էր
Շուշան Պետրոսյանի օկտատերից համացանցում օկտատերից մեկի կոշտ կոպիտ արտահայտություններին կապված բանակի հետ կապված սահմանապահ ուրեմն զինվորների հետ եւ այլն մենք փորձել ենք այս քննարկման ընթացքում երկրորդ դեպքի մասն եմ ասում փորձել ենք հասկանալ բուն նպատակը եւ քանի որ մեզ դիմել էին Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի գրասենյակը դիմել էր կոնկրետ հարցադրումով նա հարցեր բարձրացնում որ Շուշան Պետրոսյանը խախտել է էթիկայի կանոնները մասնավորապես նրա արտահայտությունը իր մեջ պարունակում է սպառնալիք մենք հենց այդ կոնտեքստում փորձել ենք Շուշան Պետրոսյանի վարքը մեկնաբանել ընդ որում հրավիրել ենք եւ դիմումատուին չի եկել հրավիրել ենք օկտատերին հրաժարվել է հրավիրել ենք Շուշան Պետրոսյանին բարձաբանումներ ենք լսել նրանից եւ եկել ենք հետեւյալ եզրակացության որ Շուշան Պետրոսյանի պարագայում ընդգծում Շուշան Պետրոսյանի պարագայում նրա արտահայտությունը աչքերդ կանեմ լակոտ կամ բան չի կարելի որակել որպես ֆիզիկական հաշվարդար տեսնելու անթակույց ձգտում սա է մեր ասածը եւ եթե դա այդպես է հետեւաբար մենք ասում ենք ավելի շատ նպատակ է հետապնդել падգամավորը սաստել սթափեցնել եւ ոչ թե ֆիզիկապես ներազդելու սպառնալիքներ ձևավորել եւ մենք գտնում ենք որ նա էթիկայի կանոնների խախտում չի թույլ տվել եթե ինչ որ մեկը գտնում է որ նա վիրավորել է օկտատերին վիրավորված անձը իրավունք ունի դիմել դատարան ես երեք էլ եմ լրատվամիջոցներին ասել երբևէ չեմ համաձայնվի որ այս падգամավորական հանձնաժողովը դառնա падգամավորների համար դատարան դա ուղղակի անթույլատրելի է իսկ եթե ես կարծում եմ որ նա դրսևորել է նրա բառապաշարը հարիր չէ падգամավորին գիտեք դուք կարող եք այդպես մտածել հա մենք խոսում ենք սպառնալիք կար թե չէ երկրորդը արդյոք նրա այդ արտահայտությունը կարող էր առաջացնել այսպես ասենք հա ինչպես դուք եք ասում падգամավորի նկատմամբ ընդգծված վերաբերմունք բացական իմաստով հիմա աչքերդ կանեմ ականջներդ կկտրեմ հայ մեր լեզվի պրակտիկայում, պես ասենք, հա, կիրառական պրակտիկայում շատ տարածված է ծնողն է երեխային ասում, հարևանն է, մեծն է փոքրին ասում, այսինքն մենք այդ կոնտեքստում ենք նայել։ Այսինքն այդտեղ հայոյանք ակնհայտորեն անձը նվաստացնելու միտում հետապնդող հայոյան չի եղել։ Շատ բարի, եւ վերջացնելով այս թեման, ընդհանուր Գոնե այդպես ենք մենք եւ ես ուզում եմ հատկապես ընդգծել Համացանցում տարածվեց, թե հանրապետականները պիտի պաշտպանեն հանրապետականներին։ Այս հանձնաժողովում հանրապետական կուսակցություն ներկայացնում է 2 հոգի, հանձնաժողովը 6 հոգի է։ 4 հոգին հանրապետականներ չեն, ընդդիմության ներկայացուցիչներն։ Որոշումը, որի մասին մենք հիմա ձեզ հետ խոսում ենք, Շուշան Պետրոսյան ընդունվել է միաձայն։ Չէ, ես չեմ ասում որ Չէ, ասկանում եք, այսինքն շատերը փոխում են։ Չէ, գիտեք ինչ կա, կարող են սխալվել, կարող է դուք սխալվեք։ Վերջնաշով յուրաքանչյուր կարծիք, եթե կա մեկնաբանություն, կյանքի իրավունք ունի։ Եթե падգամավորը, հա, դրսևորում է իմ կարծիքով իրեն ոչ հարիր վարկ եւ ոչ դաստիարակված մարդու վարկ, նա արևմուտքում ինչ ալինում, ընկնում է մամուլի ձեռը, ինչպես եւ Շուշան Պետրոսյանը ընկավ, վերջ, էլ էթիկայի հանձնաժողով պետք չի, նա վարկաբեկվում է եւ հաջորդ անգամ չի ընտրվում։ Գիտեք, ճիշտ եք ասում, մենք ամեն համամիտ են, բայց տեսեք, ստացվում է, որ հիմա էթիկայի հանձնաժողովը փորձում են օգտագործել յուրատեսակ, եթե կարելի ասել, դատարանի կարգավիճակով, լինչի ենթարկելու, ես դրան կտրականապես դեմ եմ, հասկանում եք, ես ենթադրում եմ, որ այս հանձնաժողովը կարող է ունենալ պատկառելի դերակատարում բավականին ծանրակշիռ լուրջ դեպքերի համար, ես այդպես եմ մտածում։ Շատ բարի, անցնենք հաջորդ թեման։ Մնացածը հանրային գնահատականներ են, որոնք ազատ են, բոլորն են ազատ, նույնիսկ իմ կարծիքը որևէ մեկի համար կարող է պարտադիր չլինել, ինչպես նաև հակառակը։ Դառնալով ուրեմն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում կառավարությունում, ըստ երևույթին դա կապված է նախագահի վերջի ելույթի հետ, այսինքն ինչ որ ձևով դուք կապ տեսնում եք թե չէ։ Չանշուշտ, ավելի շուշտ ասենք, որ նախագահի վերջին ելույթը, ծրագրային իրեությամբ ելույթը, ոչ այլ ինչ է, թե ոչ կանխատեսում առաջիկա քաղաքական զարգացումների։ Ըստ էության ես այդպես եմ հասկացել։ Նախադրյալները կամ դրդապատճառները նույնպես ակնհայտ էին։
այն էր, որ սահմանադրության նոր սահմանության ընդունմամբ ըստ էության նոր իրավաքաղաքական իրավիճակ է ձևավորվում, մասնավորապես նկատնում անցումը նոր կառավարման համակարգին, որակապես նոր պահանջներ ներկայացում թե քաղաքական համակարգին ընդհանուր առմամբ եւ թե նրա կարևոր ինստիտուտին, կարևորագույն ինստիտուտին, կուսակցություններին։ Եվ այստեղից առաջանում են խնդիրներ։ Այլևս հին մարտահրավերներին նորովի արձագանքելու կարողությունների, հանրային կարողությունների ձևավորման անհրաժեշտություն։ Եւ ես խորապես համոզված եմ, որ այս անհրաժեշտությամբ էր պայմանավորված Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ-Հեղափոխական դաշնակցության ուրեմն համագործակցության այս համաձայնագիրը, որովհետեւ այս երկու կուսակցությունները աներկբա առանց որևէ այլ գործոններով պայմանավորված սատարեցին սահմանադրական բարեփոխումների այս ամբողջ գործընթացին։ Հետաբար համատեղը պետք է ստանձնեն այդ բարեփոխումների հետևանքների ողջ քաղաքական պատասխանատվությունը։ Այն որ մենք տեղ ենք, տեսնում ենք։ Հիմա այս կոնտեքստում համագործակցություն չի կարող օրինակ ինչպես ոմանք են ասում, դուք համագործակցեն միայն ազգային ժողով, ոչ, այդպես չի կարող լինել։ Չեք կարող դուք մասնակցեք ազգային ժողովի քաղաքական որոշումների կայացմանը, չունենալով այդ որոշումների կայացնելու իրականացման process-ում սեփական պատասխանատվություն, ես նկատում եմ գործադիրում, հա։ Հետևաբար այստեղ շատ տրամաբանական հարցադրում, որ այդ համագործակցությունը պետք է ընդգրկուն լիներ թե ազգային ժողովում եւ թե գործադիրում։ Երբ որ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնում էին, ասում էին մենք ուզում ենք փող տնտեսենք, տրամաբանական է։ Երբ որ հիմա անջատում են, ասում են քաղաքական որոշում է։ Այսինքն քաղաքական որոշում է, բայց ոչ պետական անհրաժեշտությամբ պայմանավորված։ Չեն ասում, որ այդ տարածքային կառավարման առանձին նախարարություն մեզ պետք է, գուցե պետք չի։ Տեսեք, ես մասամբ կհամաձայնեմ ձեզ հետ այն առումով, որ հարցը ներկայացնելիս շատ քաղաքական, բացառապես քաղաքական անհրաժեշտ նպատակարարությամբ ներկայացած, մինչդեռ ես այդ կարծիքին չեմ։ Ինքը տարածքային կառավարման նախարարությունը բացառիկ պատասխանատու դերակատարում ունի հանրային կյանքում եւ պետական կառավարման վերտիկալը ուշադրություն դարձեք, պետական կառավարման գործադիրը պետական կառավարման վերտիկալի արդյունավետությունը ապահովելու տեսանկյունից շատ կարևոր դերակատարում ունի։ Այս ձմեռը օրինակ ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը սարսափելի ծանրաբեռնված նախարարություն է։ Ես տեսել եմ, թե Երիցյան Արմենը կներեք ժողովրդական քիթ մաքրելու ժամանակ չի ունեցել։ Հիմա պատկերացնում եք եւ անընդհատ են սողանցքներ, սողքեր, չէ՞, ասենք ճանապարհներում տարբեր ու պատկերացեք տարածքային կառավարման նախարարություն գումարած արտակարգ իրավիճակների, ես համոզված եմ, որ որոշ պատասխանատուներ իրականում սկսեցին գիտակցել, որ միգուցե դա ամենալավագույն լուծումը չէր։ Եվ հետաբար այս բաժանման պատճառը, եթե դրդապատճառը նույնիսկ քաղաքական էր, ապա նպատակը ապահովել կառավարման արդյունավետության բարձրացումը։ Սա ինձ համար աներկբա է։ Տարածքային կառավարման անհրաժեշտության մասին եւս մի երկու բառ խնդրում եմ, հա, քանի որ դուք աշխատել եք կառավարությունում, գիտեք, այդ մարզպետարաններ, չգիտեմ, դրանց է ղեկավարում, ինչ է անում։ Ասեմ ձեզ, տեսեք, իրականությունում կա ապակենտրոնացման մի կարևորագույն հանգամանք, այն է, փորձել քաղաքական որոշում կայացնող կառույցը որքան հնարավոր մոտեցնել հանրությանը։ Այսինքն այն ինֆորմացիան, որը անհրաժեշտ է որոշում կայացնելու համար, հնարավորինչափով քիչ ճանապարհներ անցնի, սա մեկ, երկրորդը քաղաքական որոշում կայացնողը, տվյալ դեպքում նախարարությունը, ունենա ռեալ հնարավորություն տեղերից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու։ Հիմա պատկերացեք մարզպետարանները չկան։ Առողջապահության նախարարությունը խնդիր ունի առողջապահության ոլորտում իր քաղաքականությունը ամբողջ հանրապետության մեջ տարածել։ Ինչ պետք է աներ։ Թող դիմի քաղաքներին, շրջաններին եւ այլն։ Ճիշտ եք ասում։ 915 ուշադրություն դարձեք 915 համայնքի հետ առողջապահության նախարարը պետք է աշխատեր։ Այսինքն սա նշանակում է այսպես թե այնպես ինքը միջանկյալ կառույցներ պետք է ստեղծեր, չէ՞, որովհետեւ նրա քաղաքականությունը կարողանային տեղերում դրա փոխարեն որովհետեւ ամեն մի նախարարություն ինքը իր վերջին այդպիսի միջանկյալ կառույցներ տարածքային կառավարման խնդիրները լուծելու ստեղծի։ Մենք գնացել ենք այն ճանապարհով, որը տարածված է միջազգային պրակտիկայում, ապա կոնցենտրացման ճանապարհով։ Այսինքն կառավարությանը վերապահված պատասխանատվությունների միատված այն է կառավարության կողմից քաղաքականության իրականացումը տեղերում։
փոխանցել ենք մարզպետներին առանց նրանց իշխանության իրավունք վերապահելու եւ պահանջել հետադարձ կապի հնարավորություն ապահովեք։ Այսօր որևէ նախարարություն, որպեսզի իմանա մարզերում ինչ վիճակ է, համայնքներում նրա լավագույն ինֆորմացիայի աղբյուրը պետք է լինի մարզպետարանը։ Այսինքն չխոսել, այսինքն մտածել, որ առանց տարածքային կառավարման նախարարմարմինների կարելի է յոլա գնալ, դա նշանակում է կառավարման համակարգից ոչինչ չհասկանալ։ Սա մեկ, երկրորդը շատ էական նշանակություն ունի հետևյալ հանգամանքը։ Տեսեք, մենք ասում ենք նախարարությունը, որևէ նախարարություն պատասխանատու է իր քաղաքականության իրականացումն ապահովելու համար։ Մարզպետարաններին ասում են նրանք պատասխանատու են տվյալ նախարարության քաղաքականության իրականացման համար։ Այսինքն մարզպետարանը կազմակերպում է կրթության ոլորտի քաղաքականության իրականացումը տեղերում, կրթության նախարարությունը վերահսկելով մարզպետարանների գործը իր ոլորտում կարծիքի կազմում, արդյոք լոռու մարզպետարանը կրթության նախարարության քաղաքականության լոռու մարզում արդյունավետ է ապահովել թե չէ, եւ ընդհանուր կարող հարց բարձրացնել մարզպետին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Սա շատ ճկուն, շատ նորմալ կառավարման համակարգ է, որում ուզում ձեզ տեղյակ համոզել, որ սա հայկական մոդել չէ։ Սա միջազգային պրակտիկայում ընդունված։ Այլ հարց է, օրինակ 10 մարզ, թե 15 մարզ Սա մենք միշտ ենք քննարկել այս խնդիրը, որն է մարզային բաժանման այն օպտիմալ քանակը, հա, կամ ծավալը, որը մի կողմից կբարձրացնի արդյունավետությունը եւ մյուս կողմից չէր կորցնի օպերատիվությունը չերկցի։ Մենք այդ քննարկումների փուլում ենք դեռևս։ Երբ որ համայնքները խոշորանան, էլի մարզպետարանները պետք լինեն։ Անշուշտ, կարող եք չկասկածել։ Տեսեք, նախկինում, եթե փորձենք մի հատ պրոյեկտել այս իրավիճակը, ենթադրենք խորհրդային սովետական ռայոններ կան։ Տեսեք, այն ժամանակ կար ռայկոմի քարտուղար, որը կատարում է մարզպետի ֆունկցիան։ Կար ռայսովետ թեպետ, բայց ռայկոմի քարտուղարը մարզպետի ֆունկցիան էր կատարում։ Կային թուղսովետներ, քաղաքային համայնքներ, ռայոններ, ճիշտ է թե չէ։ Հիմա նույն բանն էլ էստեղ է։ Մենք ունեցել ենք 37 ռայոն, շրջան, 37 շրջան ենք ունեցել։ Դրանից գումարած բացի նաև հանրապետական ենթակայության քաղաքներ։ Այս համակարգը ինչի մասին ես մենք ձեզ հետ խոսում ենք, այսինքն տարածքային կառավարման, այսինքն պետական կառավարման այս համակարգը ըստ էության եկել է արդյունավետորեն փոխարինել նրան, բացառելով, որ մարզպետարանը իշխանության մարմին չի, այսինքն մարզպետը չի կարող ինքնուրույն որոշել ինչ ծրագիր իրականացնել, որ ոլորտում եւ ինչքան ռեսուրս, այդ բոլորը անում է պետական բյուջեի կատարված պետք է լինի, հա? Այդպես է, չէ, այդպես է։ Սյունիքի մարզպետը տերիտորիական չի Սյունիքում։ Չէ, տեսեք, Սյունիքի մարզպետը պատասխանատու է հանրապետական կառավարման մարմնի ցանկացած գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ոլորտում ընդունած որոշումների ենթաօրինական ակտերի իրականացում ապահովելու համար ինքը տեղերում դա է կազմակերպում։ Տեսեք, մենք մի հատ մեծ ոնց ասեմ բաց ունենք ընկալումների կամ իմացության տեսանկյունից։ Տարածքային կառավարման մարմինը իշխանություն ներկայացնող չէ։ Նա չունի բյուջե, չունի այսպես ասած գյուղապետերը վազում մարզպետարան, որպեսզի փոխեն նրանց։ Մինչդեռ, չէ, գյուղապետերը նրանց փոխեն։ Այդ սխալ ընկալվում է։ Այդպիսի բան, նախ մարզպետարան փոխություն որ նրան տա, երկրորդը գյուղապետերը մարզպետարանից փոխություն։ Ի տարբերություն մարզպետարանների, դա համայնքները, համայնքային կառույցները, տեղական ինքնակառ, նրանք իշխանության մարմիններ են, այսինքն սեփական պատասխանատվությամբ որոշումներ կայացնելու իրավասությամբ եւ կարողություններով օժտված մարմին են։ Այլ հարց է, որ պրակտիկայում չգիտես ինչու մեր շատ գյուղապետեր չգիտակցելով իրենց ռեալ կարգավիճակը, շատ դեպքերում նայում են միշտ դեպի մարզպետին։ Օրինակ, ոչ շատ քչերը գիտեն այն մասին, որ եթե գյուղապետարանը մի հատ որոշում է կայացրել, մարզպետը իրավունք չունի, ընդ որում ոչ միայն մարզպետը, կառավարությունը, ոչ միայն կառավարությունը, հանրապետության նախագահ, ազգային ժողովն էլ իրավունք ունեն այդ գյուղապետի այդ որոշումը չեղյալ համարել։ Այդ որոշումը կարող է չեղյալ համարել ինքը գյուղապետարանը կամ դատարանը։ Այս գիտակցումը շատերի մոտ չկա, եւ արդյունքում կարող է մարզպետը ձեռը խփի սեղանից այդ տղա ես քեզ ասում դու սխալ ես արել, նա ասի լսում եմ գնա իր սխալ ուղի։ Հասկանու եք ինչ։ Այս գիտակցության պակասը այսօր մենք դեռ ունենք։ Վաղը մյուսօր, երբ որ համայնքները խոշորացան, երբ որ համոզված եմ նաև
ձևավորման մոդելը կփոխվի, մենք կամաց կտարածենք Երևանի ավագանու ձևավորման համասնական դրական համակարգը, քաղաքական կոմպոնենտը կկարևորվի արդեն, կդառնա էական, կարծում եմ մարզպետարան, համայնքներ փոխհարաբերություններ որակապես կփոփոխվեն, ընդ որում դրական իմաստով։ Նաև ուրեմն հարկայինի եւ մաքսայինի դուրս բերումը ֆինանսների նախարարությունից, որը բնականաբար ճիշտ քայլ է, դա քննարկելու բան, թե ինչու մտցրեցին, այդ պետք է հարցնենք այդ որոշումը ընդունողներին։ Հիմա դուք համաձայն եք, որ դա ճիշտ քայլ է, թե չէ։ Ես կարծում եմ այո։ Կարծում եմ, որովհետեւ ըստիս տարածքը հանրապետական կառավարման մարմինները, նախարարությունները կոչված են տվյալ ոլորտում քաղաքականության մշակման համար, պատասխանատու են մշակման համար եւ այդ քաղաքականության իրականացումը ապահովելու համար։ Օրինակ ես գտնում եմ, որ հարկային օրենսդրության մշակման պատասխանատուն պետք է լինի ֆինանսների նախարարությունը, որտեղ դա հարկային ֆինանսական քաղաքականության բաղկացուցիչն է։ Պետական եկամուտների, այսինքն հարկային մարմինների դերակ պետք է լինի այդ քաղաքականության իրականացում ապահովել։ Իսկ ֆինանսների նախարարությունը պետք է համոզված լինի, որ իր քաղաքականությունը ճիշտ իրականացում վերահսկման ճանապարհով, վերահսկելով հարց բարձրացնի պարոն վարչապետ, հարկային կառույցները մեր կառավարության մշակած քաղաքականությունը տապալում են։ Հասկանում եք, եւ ընդդուք մինչեւ հարց բարձրացնել պաշտոնանկության։ Եթե չլինի կառավարման մոդելում շահերի այս բացատրելի, հասկանալի բախումը, կառավարումը արդյունավետ չի կարող դառնալ։ Ցավոք սրտի մեզանում այդպիսի բաներ կան, տեսեք, օրինակ ոստիկանությունը նախարարություն չի։ Ոստիկանությունը խարարության ընթեր կառույց է, ճիշտ է թե չէ։ Հետևաբար մեր սահմանադրությամբ ոստիկանությունը չի կարող օժտվածել օրենսդրական նախաձեռնության իրավունքով։ Այսինքն նա պատասխանատու չի այդ ոլորտում օրենսդրության, այսինքն քաղաքականության մշակման համար։ Ով պետք է անի արդարադատության նախարարությունը։ Ահա, արդարադատության նախարարությունը պետք է մշակի այդ օրենսդրությունը, ոստիկանությունը իր մասով իրականացնի, արդարադատության նախարարությունը այդ իրականացման գործընթացը վերահսկելու ֆունկցիա, պատասխանատվություն պետք է ունենա, իրավունք չէ, պատասխանատվություն։ Այս մոդելը աշճանաբար իրեն հարթում է իր ճանապարհը, որտեղ այլ ընտրանք գոյություն չունի։ Կառավարման ցանկացած մոդելը հիմքում պետք է դրված լինի բանական շահերի բախում։ Եթե չեղավ շահերի կոնֆլիկտ, կառավարման process արդյունավետ դարձնել չի լինի։ Այն, որ հարկային մարմինները եւ մաքսային կոռումպացված են, երևի չվիճենք, բայց ես ուզում եի ուրիշ բան ասել։ Դրանք նաև քաղաքական ճնշման ինչ որ մեխանիզմներ են։ Այսինքն, եթե դուք ինչ որ շատ կոպիտ բան ասեք հարկային մարմինների մասին, նրանց գործունեության մասին, կգան ձեր մոտ, ձեր պատկանող ընկերությանը եւ այնպիսի ստուգումներ կանցկացնենք, որ դուք փոշման եք ձեր ասածի։ Ճիշտ ասած, չեմ կարող մերժել ձեզ, որովհետեւ ձեր ասածը երբեմն նույնիսկ իրականության անցխանն է, կարող է անցխանել, նույնիսկ ասեմ կարող է անցխանել, բայց ուզում ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ Նման վարքագծի համար գնալով, նման վարքագիծը իրականացնելու համար գնալով օրենսդրական բազան ավելի նեղանում է։ Այսինքն այսօր, երբ մենք օրենսդրորեն սահմանել ենք էլեկտրոնային հաշվետվության համակարգ, այսօր երբ մենք օրենսդրորեն սահմանել ենք ստուգումներ անցկացնելու կոնկրետ համակարգ, այսօր, սա շատ կարևոր եմ համարում, երբ մենք արձանագրել ենք, որ հարկային մարմինները իրավունք ունեն վերլուծությունների իման վրա, խնդրում ուշադրություն, վերլուծությունների իման վրա փաստել, թե որ ընկերություններն են իրենց համար դիտվում ռիսկային եւ պարտավոր են այդ մասին տեղյակ պահել ընկերությանը, հնարավորություն տալով, որպեսզի ընկերությունը ինքը կարողանա իր հաշվետվությունները կարգի բերել, այս պայմաններում համաձայնեք կամայականություններ, ես դուք հիմա կգամ տեսություն չեմ անելու, եթե նույնիսկ շատ ցանկանան, երբեմն ուղղակի հնարավոր չի իրականացնել։ Գիտեք, շատերս խոսում ենք հարկային մարմինների կոռումպացված լինելու մասին եւ դա երբեմն նույնիսկ անիմն չէ, բայց ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ վերջին շրջանում հատկապես վերջին 1-2 տարվա ընթացքում հարկային վարչարության մեջ հեղափոխական փոփոխություններ տեղի ունեցան։ Այնպիսի ընդ որում այդ բոլոր հեղափոխական փոփոխությունների հեղինակը հենց իրենք էին, հարկային մարմինները, իդեմ Գայք Խաչատրյանը, միգուցե շատերի համար կարող է դաժե զարմանալի թվա, հասկանում եք, բայց իրականում դա այդպես է։
նա էր այն նախաձեռնությունների հեղինակը, եկեք էլեկտրոնային հաշվետվությունը դարձնենք համակարգի այսինքն որտեղ է կոռուպցիոն ռիսկը, երբ տեսուչը եւ հարկատուն շփվելու անհրաժեշտություն ունեն, երբ տեսուչը շանս ունի, հնարավորություն ունի, հետաբար եւ իրավունք ունի հայտնվի ձեզ մոտ, ճիշտ է թե չէ, եթե դուք օրենսդրորեն այդ հնարավորությունները առավելագույնս նվազեցնում եք, սահմանում կարգ, թե որ դեպքերում համաձայնեք, որ կոռուպցիոն ռիսկերը էապես նվազում են։ Եվ այդ տեսանկյունից ես օրինակ կարող եմ ասել, տեսեք, գումարած դրան ես եկել եմ մամուլով այդպես խոսել, սրա մասին ասել։ Տեսեք, գումարած, որ մենք մտցրեցինք այնպիսի հարկատեսակ, ինչպես պարտադիր վճարներն են, ինչպես ասենք թե շրջանառությանը։ Սրանք հարկատեսակներ են, որոնք փոքր իմիջին ձեռնարկատիրոջը զերծ են պահում հարկային տեսուչի հետ շփվելու անհրաժեշտությունից։ Ես սահմանել ենք կարգ։ Գնա ամեն ամսվա սկզբին քո պարտադիր վճարը մուծի հարկատ վճար ու վերջ ոչ ոք այլևս չի ասում թե ինչու է քո գլխարկը ծուր դրված սա շատ էական է հասկանում եք միգուցե մենք կամաց ենք սում ընտելանալ սրան բայց արդեն նկատել է փորձեք շատ ու շատ ձեռներեցնել այդ խոսել փոքր է միջին ես նրանք շատերը արդեն հարկային տեսուչներին չեն տեսնում հարկային տեսուչների շփվելու անհրաժեշտություն չունեն սա շատ դրական է Հասկանում եք, հետաբար այդ կարծրատիպը, որ դեռևս պահպանվում է, ժամանակապետ, որպեսզի դա կոտրվի։ Սա չի վերաբերում խոշորներին, սա չի վերաբերում ստվերի դեմ պայքարի արդյունավետ եղանակներին, որտեղ դեռ մենք անելիքներ ունենք։ Ակնհայտ է սա։ Ես ուղղակի ուզում ասեմ, որ քայլեր է կատարում, որոնց արդյունքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են եւ շատ դրվատանքի արժանի, որ այդ բոլորը հեղինակները այսօր հենց ֆինանսների նախարարությունն են եւ դրանք կարծում եմ այս բաժանումը ես վերադառնում ձեր հարցին շատ օգտակար կլինի այդ տեսանկյունից Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար սիրելի բարեկամներ իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը մենք կհանդիպենք վաղ աստեսություն